Գավառ քաղաքի Պետրովի փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ 1220 գծամետր երկարությամբ փողոցում արդեն կատարվել են ասֆալտապատում, մայթերի, ինչպես նաև ներքին ու արտաքին ջրահեռացման համակարգերի կառուցում։ Նույն փողոցում Գավառագետի հունիմի հատվածում նաև կաբյոնապատ է կառուցվում, շուրջ 200 մետր երկարությամբ։ Այդ հատվածի ասֆալտապատմամբ հիմնանորոգման աշխատանքները առաջիկա օրերին կավարտվեն։ Իրականացվել է ներքին ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ 170 գծամետր երկարությամբ եւ արտաքին ջրահեռացման համակարգ 130 գծամետր երկարությամբ B220 վակերի միջոցով եւ 50-60 չափի փակ վակերի միջոցով տեղադրվել է 1400 գծամետր երկարությամբ բազալտե եզրաքարեր եւ սալիկապատվել է շուրջ 2200 մետր քառակուսի մակերեսով մայթերը։ Պետրովի փողոցի բնակիչները չեն էլ հիշում, թե վերջին անգամ այն երբ էր հիմնանորոգվել։ Միայն նշում են, որ փողոցը մեքենաների եւ հետիոտնի համար այլևս երթևեկելի չէր։ Այժմ պատկերն այլ է։ Հիմնանորոգված փողոցի մասին նրանք ոգևորությամբ են պատմում։ Առաջերտ շնորհակալ ենք պարոն Մարտիրոսյանից, որ մտածել է ժողովրդի մասին, ըստեմ բալոդներին։ Մարդիկ գալու են ավտոներով, ավտոն անքում էր 5 անրիշնին ու ավտոն խոդին էթի 70 տարի մենք դեն ասֆալտ չենք տեսել։ Մաքուր ծիրուն հաշկնես խփուկետ մենք հավար գալու ենք։ Համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերում մենք փորձում ենք նաև այնպիսի փողոցներ դիտարկել, որոնք խորհրդային միության փլուզումից հետո գրեթե չեն ասֆալտապատվել կամ ընդհանրապես չեն ասֆալտապատվել եւ համայնքի ղեկավարի անմիջական հանձնարարությամբ մեր ներկայացուցիչները, աշխատակիցները պարբերաբար քարտեզագրում եւ ներկայացնում են համայնքի ղեկավար պարոն Գուրգեն Մարտիրոսյանին, ինքը անձամբ է լինում բնակավայրերում, Գավառ քաղաքի թաղամասերում եւ քաղաքում եւ հանձնարարվում է, որպեսզի հաջորդ տարվա ծրագրերում ներառվեն արձանագրված խնդիրները։ Վերջերս 5 տարում շատ բարդ վիճակ է ճանապարհը, քանդված։ Հոյակապ ենք զգում, նույնիսկ շենքերում լուսամունները մաքուր է, փոշ չկա ներսում, ամեն ինչ լավ է։ Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող փողոցի համար նախատեսված է 229 միլիոն դրամ։ Այն համամասնորեն կհատկացվի պետական եւ համայնքի բյուջեներից։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։